Երեք Նիկոլը առավոտյան լայվ մտավ, եւ ասեց, որ ուզում է իր ուրախությունը կիսի ժողովրդի հետ, այսպես ոգևորված եթերում հայտարարում էր, որ 2025 թվականին Հայաստանում 8665 այսպես ասած ներգաղթ արձանագրվել, այսինքն Հայաստան մուտք գործողների թիվը 8665-ով գերազանցել է Հայաստանը լքողներից։ Իհարկե անշուշտ դա չի նշանակում, որ դա ներգաղթ, այսինքն այդ մարդիկ եկել են Հայաստանում, տեղակայվել են կամ կյանք են ստեղծել կամ այստեղ ապրում են։ Բայց եթե հիշենք 2025 թվականի սկզբում բավական այդպես ասած հոսք եղավ դեպի Հայաստան, նաև հենց Իրանից իրադարձությունները, որ պատերազմը տեղի ունեցավ, հիմա դրանք կողք դնենք, ու դա ներկայացվեց որպես խաղաղության դարաշրջան, որ տեսեք Հայաստանը որքան խաղաղ է, տեսեք ինչպիսի տնտեսական մենք ծաղկում ենք ապրում, տեսեք ինչքան ամեն ինչ ապահով եւ լավ եւ երջանիկ ու վարդագույն է Հայաստանը, որ 2025 թվականին արդեն մենք 8665-ով ներգաղթ ենք արձանագրում, եւ ամենակարևորը ասում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում բացառիկ է եւ դրա համար շնորհավորում է ժողովրդին։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ ժողովրդին ինչի տեղ է դրել, եւ կարծում եմ ժողովուրդը չունի սեփական հիշողություն, չունի այդպես ասած գնալու, պրպտելու, որոնումներ կատարելու գիտություն։ Իրենք ժողովրդին ցավոք սրտի ոչխարի տեղ են դրել։ Ցավոք սրտի, ձեզ ոչխարի տեղ է դրել Նիկոլ Փաշինյանը։ Եվ կարծում եմ դուք ընդունակություն չունեք, մտային կարողություն չունեք, ինչ որ ինքն ասի դուք հալած յուղի տեղ ընդունում եք եւ հավանաբար չեք գնալու պրպտեք։ Բայց ես խորհուրդ կտամ մի հատ այդպես մտեք համակարգիչ, հավացանց եւ որոնով անցկացրեք ներգաղթ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջան։ Եվ տեսեք ինչպիսի տվյալներ դուրս կգա եւ քահանգեք մի շատ հետաքրքիր եզրակացության, որ Հայաստանում ներգաղթ եղել է առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում 2004-ից 2006 թվականների ընթացքում, այդ 3 տարիների ընթացքում մենք հստակ ներգաղթ ենք արձանագրել։ Մինչև այդ եղել է արտագաղթ, դրանից հետո էլի արտագաղթ է եղել ցավոք սրտի, բայց 2004, 2005 եւ 2006 թվականներին այդ 3 տարիների ընթացքում ներգաղթ է եղել։ Ու թիվն է շատ հետաքրքիր 21700 Հիմա համեմատեք Նիկոլի ներկայացրած 8665-ի հետ։ Հիմա ով պետք է ինչի մասին շնորհավորի Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Դավաճան։ Որքան եք ուզում ժողովրդին ոչխարի տակ դնել եւ այդպես ասած մտածել, որ ժողովուրդը ուղեղ չունի, չի հասկանում, չի գնալու, չի պրպտելու, չի հանելու տվյալները։ Դե ժողովուրդը ձեզպես այդ օրերը ապրել է, եթե դուք այդ օրերին սպառված էիք, ես իշխեմ սրանրա վրա հոդվածներ գրելով, փողեր աշխատելով, մարդիկ այդ օրերը փողոցում ապրել են, տեսել են, կամ նման եկել են Հայաստան, գնացել են, այցելել են, այդ բոլոր փոփոխությունները տեղի ունեցել։ Եվ հիշեք, այդ 3 տարիները 2004, 2005, 2006 եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության 2 շրջանները, երբ ասենք 98-ից մինչև 2003 արդեն առաջին 5 տարին եղել էին, ծանր շրջան արդեն անցել էր, տնտեսական բարենորոգումների, բարեկարգումների այդ նախագծերը իրականություն էին դարձել, վարած ճիշտ քաղաքականության արդյունքում ոչ թե վարկեր վերցնելով էին ինչ-որ բան սարքում, այլ ներդրումներ էին գալիս, աշխատատեղեր էին ստեղծվում Հայաստանում, բիզնեսներ էին կառուցվում, հիշում եք ինչպիսի շինարարական, այդպես ասած ակտիվություն կար հենց Երևանի փողոցներում, տարբեր մարզերում, դրանցով է հիմա դեռ Հայաստանի հանրության ժողովուրդը պես ասած ուրախանում կամ պարծենում, Միսիսային պողետա, Ձվարդնոց եւ տարբեր մշակութային կոթողներ, մեկ անգամ ժողովուրդ ջան հիշեք թե ինչ պայմաններում էին գտնում մինչեւ այդ այս նույն այդ գեղեցիկ օպերայի շենքը կամ մյուս այդպես ասած կառույցները, որ կայս հիշում եմ քայլելուց չէր լինում դիմացից քայլեն նույնիսկ գնում եք փոսերի մեջ, արդեն 2004-2005 թվականներին ինչպիսի վիճակ էր, ես հիշում եմ մինչեւ Սևան հասնելու համար ես այնքան փոսեր կային ճանապարհին հնարավոր չէր գնալ, ես գնացել ենք այդ ճանապարհ, բոլորդ էլ գնացել են, տեսել եք ինչպիսի իրավիճակում է։ Իսկ հետո երբ արդեն այդ տարիների ընթացքում ես գնում էի դեպի Սևան, Երևանից Սևան, բոլորս էլ գնացել ենք, տեսել ենք մաքուր ասֆալտապատված ժամանակը։ Թե հետո փչանում է բնական ասֆալտը փչանում է, նորոգության կարիք ունի եւ պիտի շարունակաբար դրանք տեղի ունենան։ Շեշտում եմ 2004-ից 2006 թվականին եղել է 21700 հոգով Հայաստանի Հանրապետության մուտք գործողների եւ թիվ ավելի շատ է եղել կամ դուրս գնացողների, այսինքն հստակ ներգաղթ է եղել, իսկ Նիկոլ Փաշինյանի համեմատեք 2025 թվականի 8665-ի հետ։
Ու մի շատ կարևոր տվյալ եմ ասեմ ժողովրդին, գնացեք սա էլ հանեք, սա էլ անպայման հանեք։ Արդեն Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը արդեն 2025 թվականի ավարտին ու հիմա 2026 թվականի նոր ենք մուտք գործել առաջին ամիսն են, կազմում է 15 միլիարդ դոլար։ 15 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն է։ Այսինքն ամեն ինչը Նիկոլ արելա ոչ թե աշխատանք ստեղծելու, ոչ թե իր սեփական աշխատանքի արդյունքով, դրսից պարտք է վերցրել, վերելա ծախսել է ժողովրդի վրա, տպավորություն է ստեղծել, որ երկիր է զարգացնում։ Բայց դուք այդ պարտքը պետք է վերադարձնեք, այդ 15 միլիարդը չի մնալու այդտեղ։ Միտեղ կհասնի, որ այդ դրսի ընկերությունները, բանկերը, ովքեր վարկ են տալիս Նիկոլին, կասեն ընկեր ջան, էլ չեն կարող քեզ վարկ տալ։ Հիմա պիտի վարկերը փակես, որ մենք էջի նոր վարկեր տան։ Ու այդ վարկերը ինչով պիտի Նիկոլը փակի։ Դուք ձեզ հաշտվեք, ձեր հաշվին այդ ամեն ինչը փակելու։ Իսկ հետաքրքիր տվյալ ուզում եմ սա ներկայացնել ձեզ։ Դուք գիտեք, որ նույն 2006 թվականին, որի տվյալները ներգաղթեն ու ձեզ ներկայացրեցի 21700 ներգաղթենք ունեցել։ Մեր պետական պարտքը ինչքան է եղել։ Սա էլ գնացեք որոնեք։ Գրեք 2006 Հայաստանի Հանրապետության պետական պարտք։ Կազմել է ընդամենը 1 միլիարդ դոլար։ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը, արտաքին պարտքը եղել է 1 միլիոն դոլար։ Սա ինչ է նշանակում, ուզում եմ որպեսզի պարզ թվերի հետ առնչվեք եւ հասկանաք ինչի մասին ենք խոսում։ Եթե պայմանական ընդունենք Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը, հիմա մի քիչ վերել, մի քիչ ցած, այսպես կողմեկում 3 միլիոն։ Մտածենք 2006-ին 3 միլիոն ա եղել, այսօր էլ 3 միլիոն է։ Ուզում եմ համեմատությունը ստացնել։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի բաժինը հասել 333 ուրեմն դոլար պարտ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մոտավորապես ունեցել է 333 դոլար արտաքին պարտք։ Այսօր յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու Նիկոլի օրոք բաժինը հասնում 5000 դոլարի արտաքին պարտք։ Այսինքն ձեզանից յուրաքանչյուր որ ապրում եք Հայաստանում, այս պահին աշխարհին պարտք է 5000 դոլար։ Իսկ այդ դոլարները այսօր գտնվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների գրպաններում պարգևավճարների տեսքով։ Սա է տարբերությունը Նիկոլի ստեղծած Հայաստանի եւ այն Հայաստանի, որ գոյություն ունեին նախկիների շրջանում, որից ցավոք սրտի ժողովուրդը ինչ-ինչ պատճառներով փորձեց հրաժարվել։ Ես մեկ անգամ էլ այս թվերը ներկայացնեմ ձեզ եւ փակեմ, ասեմ մյուս թեմային։ 2006 թվականի ավարտին Հայաստանի Հանրապետության արձանագրվել է 21700 հոգու ներգաղթ։ 2025 թվականին Նիկոլը պարտանում է 8665 ներգաղթող։ 2006 թվականին մենք ունեցել ենք 1 միլիարդ դոլարի արտաքին պարտք, 2025 թվականի վերջին կամ 26 թվականի մասկզբին ունենք մոտավորապես 15 միլիարդ դոլարի պարտք։ 2006 թվականի ավարտին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, իրական հպարտ քաղաքացին, արժանապատիվ քաղաքացին, ով ուներ Արցախը, ուներ Հայաստանը եւ միտում էր ամբողջական Հայաստանի, ուներ ընդամենը 333 դոլարի արտաքին պարտք։ Աշխարհին պարտք էր 333 դոլար։ Այսօր այսպես կոչված Նիկոլի հպարտ քաղաքացին, որ կորցրել Արցախը, կորցրել էր Հայաստանի Հանրապետության տարածքները, զիջում է ամեն ինչ Թուրքիային ու Ադրբեջանին, ունի 5000 դոլարի պարտք, յուրաքանչյուր հայ 5000 դոլարի պարտք մոտավորապես արտաքին աշխարհ։ Սա հույսով եմ կտարածեք ժողովուրդ, կարծում եմ հետաքրքիր տվյալներ են, որոնք պետք է որ բոլորի տեղյակ լինեն այս վիճակագրական տվյալների մասին։ Սրանք ոչ հավակնություններ են, ոչ անիմաստ խոսքեր են, ոչ դավադրապաշտական տեսություններ են, սրանք փաստերի վրա, վիճակագրական տվյալների վրա հիմնված իրողություններ են, որոնց հետ պետք է առնչվի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, հատկապես եթե հաջորդ առաջիկա հունիսին պետք է ընտրություն կատարի, թե ուզում է այս իրավիճակում շարունակի ապրել այս կեղծ իրականության մեջ, թե ուզում է վերադառնալ արժանապատիվ անցյալին։